Ժողովրդյան, ես հիմա գտնվում եմ ազգային ժողովում, հանդիպել էինք օնլայն տաքսու վարորդներին։ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ անցկացրեցինք երկար խորհրդակցություն, հետաքրքիր քննարկում ենք ունեցել, լսել ենք վարորդների պահանջները, հիմա Հայկը կներկայացնի, թե մենք ինչ ենք ցանկանում առաջարկել։ Առաջին խնդիրը, որ ես բարձրացնում եմ տաքսու վարորդները, կապված է միջնորդավճարի հետ, այս հաշվարկով դա հիմա կարող ենք ցույց տալ։ Միջին օրական հասույթը կազմում է 25000 դրամ վարորդների, մաքրության ապահովման ծախսերը օրական 2500 դրամ, վարելիքի ծախսը միջինացված 5000 դրամ, մեքենայի գծով ծախսը, եթե սեփական մեքենա է 6000 դրամ, եթե վարձու մեքենա է 12000 դրամ միջինացված։ Սննդի եւ սրճի ընդմիջման գումարը 1500 դրամ։ Եթե հանում ենք 25000 դրամից այս ծախսերը, ստացվում է եկամուտը 10000 դրամ, բայց նաև կա միջնորդավճար։ 16.5% վճարում են միջնորդ կազմակերպությանը, 2.5% ավտոպարկին, 4.5% դա հարկն է։ Ընդհանուր առմամբ 23.5% միջնորդավճար եւ հարկ են վճարում տաքսու վարորդները, այդ դեպքում 25000-ի 23.5%-ը կազմում է մոտ 6000 դրամ։ Եթե հասույթից 10000 դրամից հանում ենք 6000 դրամ միջնորդավճարը, ստացվում է 4000 դրամ են աշխատում վարորդները, 25000 դրամ պատվի կատարելուց հետո, եթե սեփական մեքենայով են, եթե վարձակալած մեքենայով են, 12000 դրամ, այդ դեպքում ունենում են մինուս, այսինքն ունենում են բացասական շահույթ կամ վնաս։ Առաջարկը հետևյալն է, որպեսզի առավելագույն շեմ սահմանվի տոկոսագումարի եւ 23.5-ի փոխարեն լինի 13%, որը ի դեպ բազմաթիվ երկրներում այս փորձը կա եւ 10-ից 15% է կազմում միջնորդավճարները։ Այս դեպքում ոչ թե կլինի 6000 դրամ միջնորդավճարը, այլ 3200 դրամ եւ շահույթը կլինի ոչ թե 4000 դրամ, այլ 6800 դրամ։ Իսկ եթե վարձու մեքենա է, գոնե նվազագույն շահույթ կունենա վնասի դեպքում։ Ստե կարող է հարց առաջանալ, թե ինչպես են այդ դեպքում վնասով աշխատում։ Վարորդները ասում են, որ նրանք ավելի երկար են քշում, այսինքն այն անձինք, ովքեր որ Քանի ժամ են քշում հրաշ։ ավելի երկար են քշում։ Հասնում է մինչև 16 ժամի։ Միջին աշխատաժամանակը դա 13-14 ժամ է։ Հիմա ես վարձու աշխատանք ցանկանում եմ, որպեսզի մենք առաջիկայում նաև ընդլայնված կազմով հանդիպում անենք, սրա մասին կտեղադրենք մեր էջերում, որպեսզի մյուս տաքսու վարորդները նույնպես կարողանան գալ եւ իրենց կարծիքը ասեն։ Առաջիկա օրերին կգրենք տեղը եւ ժամը, կհավաքվենք բոլորով եւ եթե այս առաջարկը զգանք, որ իրականում հանրային առաջարկ է եւ ոչ միայն այսօր ներկա 7-8 վարորդներն են այդ ասում, այլ շատերը, ես օրենքի նախագծով հանդես կգամ, որպեսզի օրենքով սահմանվի առավելագույն շեմ։ Ճիշտ եմ կազմակերպում ու նկարագրում այն ինչ որ մենք ուզում ենք ասել։ Այո։